Եվ վերջում սիրելի հետևորդներ, շատ էքսկլյուզիվ, ոչ սովորական հարց կուղենք մեր Lenormand քարտերին, ովքեր որ չունեն կողակից իրենց կողքը, որտեղ և երբ դուք կհանդիպեք ձեր կողակցին։ Նախ ձեր կողակիցը կարող է լինել ում դուք կհանդիպեք շատ կարճ ժամանակում, ով դեկտեմբեր ամսվա ծնունդ է և կարող է լինել աղեղնավոր համաստեղությամբ, դուք նրան կարող եք հանդիպել անսպասելի ճանապարհների հետ է կապված ճանապարհին կամ ինչ-որ տեղ, որտեղ ճանապարհի վրա սենց կիսապադվալային տեղեր կան, օրինակ, ֆուտբոլի խաղերի համար ստավկա են դնում, այդ վարիանտ տեղեր և այլն։ Իսկ երբ կհանդիպեք այդ անձին, բան չի մնացել, ճանապարհին է, հնարավոր է նաև նա մեքենայով լինի կամ մեքենա ունի, բավական ռեսուրսներով, անձնավորությունը տեսնում եք ինչ գեղեցիկ տղամարդ, սա կնոջ համար էր, դա տղամարդ, ով ձեզ ուրախություն կարող է բերել, խորհուրդ ձեզ, փակ եղեք, երջանիկ և փորձեք ձեր պարտնյորին, եթե կապը պետք է լինի հեռավար, վիրտուալ, ոչ մի կապ մի ստեղծեք, շարունակեք այդ մարդու հետ, լրջության նոտաներ մտցրեք ձեր հարաբերություններում, որտեղ վիրտուալ կապը ինչպես շուտ սկսում է, այնպես շուտ ավարտվում է, սիրելիներս։ Պերսպեկտիվան այս տղամարդու հետ ձեր հարաբերությունները դեռ պարզ չէ, պետք է ստուգել, հասկանալ այդ տղամարդն ով է, իրենից ինչ է ներկայացնում, միգուցե այնպիսի անցյալ ունի կամ միգուցե ինչ-որ բան է օգտագործում, այդ մասին չգիտեք։ Տեսնում եք, երկրորդ քարտն էլ է կասկածելի, որի ժերտվան դուք կարող եք դառնալ, զոհը, շատ շուտ մի տրվեք այդ մարդուն, իսկ ինչպես վարվեք, տեսնում եք, որոշման հետ է կապված, ինչպես կորոշեք, այդպես կլինի, բայց ճիշտ կլինի, ճիշտ որոշում կայացնեք, ինչ-որ մեկի հետ խորհրդակցեք, որովհետև այդ տղամարդը կարող է ձեզ համար ապագայում պատիժ լինել, իսկ ինչ ընտրեք կամ ում ընտրեք ապագայում։ Ապագայում շատ լավ անձնավորություն եմ տեսնում ձեր կյանքում կարող